Վերջին զանգ հեռուստասերիալում Միքայելը, ինչպես տեսնում ենք, կարծես չի կարողանում ապրել առանց նոր փորձությունների։ Երբ կյանքը նրան չի բերում խնդիրներ, նա ինքն է դրանք ստեղծում իր իսկ ձեռքով։ Հիմա էլ հայտնվել է մի պատմության մեջ, որը ոչ թե հուզական խառնաշփոթ է, այլ պարզունակ սանձարձակություն։ Նրա կյանքի նոր արկածը Դայակն է, այն կինը, ով երկար ժամանակ ընտանիքում էր որպես օգնական, բայց ում աչքերում վաղուց արդեն սփռված էր հետաքրքրություն, որը Միքայելը շատ լավ տեսնում էր։ Եվ ահա հիմա այն, ինչ նախկինում սահման էր համարվում, վերածվում է կապի, որտեղ փոխադարձ ցանկությունը հաղթում է խղճի ձայնին։ Իսկ պատճառը միշտ նույնն է, երբ մարդը կորցնում է սերն ու վստահությունը մեկի հանդեպ, փորձում է վրեժ լուծել ուրիշի գրկում։ Միքայելը լսում է, որ Սոսը եղել է Աննայի տանը, թե իբր եկել է նրան հանգստացնելու։ Եվ հենց այդ վայրկյանին Միքայելի ներսում սկսվում է ամեն ինչ քանդող գործընթացը։ Նա բաց է թողնում իր զսպանակը, հպարտությունը։ Մտածում է, եթե Սոսը կարող է մոտենալ Աննային, ուրեմն ինքն էլ կարող է մոտենալ այն կնոջը, ով վաղուց իր նկատմամբ համակրանք ունի։ Եվ այդպես հպարտության ու նեղացած տղամարդկային էգոյի դրդումով նա սկսում է ջերմ շփվել Դայակի հետ, մտածելով, թե այդպես իրեն կզգա հզոր, բայց իրականում միայն ավելի խորն է ընկնում իր իսկ փորած փոսը։ Միևնույն ժամանակ քաղաքի մյուս ծայրում ահավոր լարված վիճակ է։ Հենրիին շտապօգնությամբ տեղափոխում են հիվանդանոց։ Սարսափը, ճիչերը, խառնաշփոթը, ամեն ինչ հավաքվում է մի տեղում։ Անգելինան լացում է, գոռում, շփոթված է, չգիտակցելով, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Վիկտորիան ու ավագը մի կերպ են նրան հանգստացնում, որովհետև նա իր վիշտը չի կարողանում զսպել։ Անգելինան պնդում է, ինքը պետք է գնա հիվանդանոց, պետք է տեսնի Հենրիին, բայց ավագը կտրականապես արգելում է։ Նա հասկանում է, որ նման վիճակում Անգելինան կարող է պարզապես խելագարվել։ Ավագը որոշում է միայնակ գնալ հիվանդանոց, իսկ Վիկտորիային հանձնարարում է դստերը տանել տուն։ Այդ ընթացքում բժիշկները պայքարում են Հենրիի կյանքի համար։ Նրանք փորձում են կանգնեցնել արյունահոսությունը, անել ամեն բան, որ երիտասարդը վերադառնա կյանքին։ Ավագը հիվանդանոցում անընդհատ հետևում է բժիշկների շարժումներին, լուր աղոթելով, որ փրկեն Հենրիին։ Իսկ Անգելինան զանգում է Աննային, պատմելու տեղի ունեցածը, եւ Աննայի համար այս լուրը դառնում է վերջին հարվածը։ Կնոջ հոգեբանությունը, որը հազիվ էր դիմանում իր երեխայի ողջ լինելու լուրից հետո առաջացած ներքին ցնցումներին, այժմ գրեթե փլուզվում է։ Նա միանգամից նստում է մեքենան եւ շտապում հիվանդանոց։ Միքայելին էլ ավագն է տեղեկացնում եւ նրանք երկուսն էլ գալիս են Հենրիի մոտ։ Իսկ Հենրիին տանակահարողը, այն նույն մարդը, ով սպանել էր Նոյին, վերջապես ստանում է իր դատաստանը։ Այս անգամ ոչ թե օրենքի, այլ կյանքի օրենքի դատաստանը։ Նոյի հայրը գնում է որդու գերեզմանին, կանգնում քարացած, բայց ներսում նրա հրաբուխ է։ Ասում է, որ պատրաստվում է իր ձեռքով խեղդել նրա սպանողին, եւ ինչպես ասում են, ասաց, արեց։ Նա գտնում է մարդասպանին, հետևում է նրա շարժումներին եւ հենց նույն ձեռքերով, որոնցով աղոթել էր իր որդու հոգու հանգստության համար, հիմա խլում է նրան սպանողի կյանքը։ Սա ոչ թե վրեժ է, այլ ցավի գին, որը վճարվում է արյան դիմաց։ Հարգելի հետևորդներ, արդյոք այսքանից հետո Անգելինան կհաշտվի Հենրիի հետ։ Գրեք մեկնաբանություն։